Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 րոպե սիրով ենք ասում բարի լույս բոլորին, ովքեր այս պահին լսում եւ դիտում են Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ առաջարկում ենք առույգանալ ոնց որ մենք ենք, միանալ մեզ, մոտ ժամ ու կես անցկացնենք միասին։ Ուղիղ եթերում մենք ձեզ կփոխանցենք սեր, սուրճը ձեզնից, սերը մեզնից եւ իհարկե փորձելու ենք հասկանալ օրվա կարևոր իրադարձությունները, հետաքրքիր տեղեկություններ առանձնացրել ենք եւ կարևոր հյուր եւս կունենանք։ Արի ցույց տանք։ Սուրճ Դու սերը ցույց տուր։ Հա, մի վարքյան ես Սուրճը ես սերը դու ցույց տուր։ Դե սրտիկ եմ։ Ահա, այսպես։ Միացեք մեզ նաև on-line սոցիալական հարթակներից մեկում, Facebook-յան էջով կարող եք հետևել մեր live-ին եւ երկե ձեր ողջույնները եւս մենք կփոխանցենք ուղիղ եթերից։ Նաև ունենք հաղորդման առանձին Facebook-յան էջ Սուրճ ու սեր առավոտից։ Այո, այնտեղ էլ եղեք ակտիվ, որովհետև մենք այնտեղ տեղադրում ենք լուսանկարներ, լայվերն ենք տեղադրում բնականաբար, այսինքն այդ էջի միջոցով էլ կարող եք մեզ հետևել, բայց չենք մոռանում, որ հիմնականում մեր կարծիքները, մեկնաբանությունները գրում ենք Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջի լայվի տակ, որպեսզի ոչ մի կոմենտ բաց չթողնենք։ Կարծում ենք այսօրվա թեման շատ հետաքրքրելու է ձեզ, բոլորիս է վերաբերվում, բայց ուզում ես հիմա ինտրիգը պահենք։ Միջ այդ ասենք, որ տարվա 73-րդ օրն է, մարտի 14-ն է, նրանք ովքեր աշխատում են հնգորյա ռեժիմով ուրախություն են ապրում, որը իրենց համար այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է։ Դե հա, բա այդպես է, չէ։ Իհարկե, weekend-ը սկսվում է, ուրբաթ։ Մեր պես հո չեն։ Դե հիմա։ Բայց մենք չենք բողոքում, մենք մեր աշխատանքը սիրով ենք անում եւ իհարկե արթնանում ենք, առաջին կատարում այս պահին հնչեցնում ենք, Արսեն Սաֆարյանն է բացում մեր երաժշտական ընտրանին։ Բարի լույս բոլորին։ Երբ կհասնեմ քեզ, իմը հավերժ կդառնաս Դու մի գաղտնիք ես, բայց իմ երգով ես Քեզ կգտնեմ հավատա Քո մտքերում անվերջ մի քաոս է Ոչն ու այոն խառնված Քո պատմության մեջ ես մի հերոս եմ Հենց սիրահար մոլորված Քո Այս խոսքերը մեծ նորից
Սուրճ ու սեր առավոտից։ 9:36 րոպե դուք լսում եք Հանրային ռադիոյի առաջին ալիքը եւ բնականաբար Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը, որը յուրաքանչյուր աշխատանքային օր 9:30-ից մեկնարկում է մեր եթերում։ Մենք եւս մեկ անգամ ձեզ ասում ենք բարի լույս եւ շնորհակալ ենք ձեզ, որ այսքան արագ եք արձագանքում սիրելի ռադիո լսողներ, on-line հարթակում արդեն այստեղ ունենք ջերմ ողջույններ։ Էդիկ Բաբուջյանը մեզ ուղարկել է եւ սուրճ եւ քաղցր շոկոլադ, ինչը հրաշալի է հատկապես երբ երջանկության պակաս ունեն մարդիկ, որովհետեւ ասում են շոկոլադը երջանկացնում է։ Արտակ Մխիթարյանը ջերմ ողջույններ է ուղարկել, Վիգեն Եղիազարյանը գարնանային տրամադրություն է մաղթում բոլորիս, կրկին շոկոլադներով սուրճ է ուղարկում։ Այսօր ինչ որ շոկոլադային ակնարկներ եմ զգում ես, բայց չլիներ հիմա, չէ, դե եթերում չի կարելի շոկոլադ ուտել, դե եթերային գաղտնիքներ կան, որ եթերից հետո մենք այդ բացը կլրացնենք։ Սիրուշ Աբրահամյանն է գրում, բարև ձեզ սիրելի հաղորդավարներ ջան, անչափ հաճելի ու ժպտերես Լուսինե ու պոզիտիվ Տիգրան ջան։ Ապրեք շատ մեր առավոտը դրական էներգիա փոխանցելու համար, նաև ուրախ երաժշտության ներքո մենք ենք շնորհակալ։ Ես այսօր հեչ պոզիտիվի բան չեմ իրականում։ Դե չէ, պետք չէր փակագծերը բացել։ Զայնս մի տեսակ բարի վայթին է հիշեցնում։ Դե լավ է, էլի լսիր այդպես, այո։ Առողջություն եմ ուզում աղթել բոլորին, իրականում, որտեվ այնպեսի ժամանակներ եմ առավոտյան ցուրտ է, ցերեկը գեր, տաք է, երեկոյան նորից քամի է սկսվում։ Ու ես տեսնում եմ ցերեկը երիտասարդներին կիսաթև ու առանց բաճկոնների, ասում եմ Աստված իմ առավոտ երեկոյան չեն մրսում, հետո հասկանում եմ երևի մեծացել եմ, սկսել եմ արդեն։ Արի անցնենք գործի, արի տեղեկատվական բլոկը ներկայացնենք, անհրաժեշտ տեղեկատվություն, որ ամեն օր մենք պարտադիր պետք է հրապարակենք։ Այո, անդրադառնանք ճանապարհներին, հարգելի ռադիո լսողներ, դե բնականաբար, ինչպես Տիգրանն էր կանխատեսել եւ ասում էր, որ ապրիլի հազիվ կբացվի, ասենք որ փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Կարիլիչ եւ Ամբերտ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ստեփանց Մինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իսկ ես ասեմ, որ Հերացին վերևից ներքև կարմիր փակ է, 6 բալանոց, ինչպես ամեն առավոտ, հա, ուրիշ թիվ էլ չէ սպասում, 6 բալանոց խցանում են Մարաքայ Երևանում։ Դա այն որ 10-ը նոր են սկսվում, այդպես նոր են տանից դուրս գալիս։ Սարալանջ իջնողն է խցանված, Կորյուն փողոցն է խցանված, Աբովյանը երկկողմանի է խցանված, այնպես որ սիրելի բարորդներ, մաղթում ենք ձեզ ձեր նյարդերին ամրություն համբերություն եք բայց մաղթում։ ամրություն էլ մաղթիր, ված չես։ Բայց կարևորը լավ լուր ունենք, այսօր ցերեկը նաև 14-ից 18 մարտի սպասվում է առանց տեղումների եղանակ, ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ Մարաքայ Երևանում։ Հուսանք այս տարի պարվի ուլերը, ինչպես ժողովուրդն է սիրում ասել, շատ ուժգին չեն լինի։ Փոխեք մեր ձմեռային անվադողերը, թողեք ազատվենք։ Դրամի փոխարժեքի մասին էլ խոսենք, ամերիկյան $1 392 դրամ 74 լումա է, եվրոն 426 դրամ 91 լումա, ռուսական ռուբլին մոտավորապես 4 դրամ 5 լումա։ Այս պահին Մարաքայ Երևանում 11 աստիճան տաքություն է, այ վայելելու, զբոսնելու, ինչու՞ չէ վազելու լավ եղանակ է, եթե իհարկե գտնեք մաքուր օդով տարածք։ Կենտրոնում դա անել արդեն չի ստացվի։ Իսկ մենք ապրում ենք օրինակ մաքուր Երևանի մաքուր հատվածներից մեկում եւ այդ առումով երջանիկ ենք, հուսանք ամեն ինչ կարգին կլինի։ Մարտի 14-ն է, օրը ուրբաթ, թե ինչի մասին ենք խոսելու այսօր։ Կիմանաք այս երկը լսելուց հետո սա թող լինի ձեզ համար փոքրիկ հուշում։ Երկը կոչվում է։ Դե գուշակեք, կարող եք գուշակել ինչի մասին ենք խոսելու։ Արի ասենք Texas խումբն է եւ մենք լսելու ենք Sleep երգը։ Կարող եք ասել հիմնական զրույցը ինչի շուրջ է ծավալվելու, գրեք մեզ։ Լսեք։ Just lately, those heavenly calls you knew I
those heavenly calls, we stepped into the unknown. Let me sleep so I can dream of you. Let me sleep so I can be with you. Let me sleep so I can dream of you. Let me sleep so I can be with you. Hold me close, let me be with you. At least tonight will be misunderstood. Let me sleep so I can dream of you. Let me sleep so I can be with you. Let me sleep so I can dream of you. Let me sleep so I can dream of you. Սուրճ ու սեր առավոտից։ 9:43 րոպե դուք լսում եք Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Հիշեցնենք եւս մեկ անգամ ուրբաթ է օրը։ Աշխատանքային շաբաթվա վերջին օրն է, նրանց համար Նայածու համար։ Հնգորիա գրաֆիկով են աշխատում, այո, մարտի 14-ն է եւ ինչ օր է եւ ինչ թեմա ենք պատրաստել ձեզ համար։ Այո, այսօր խոսելու ենք քնից, որովհետև այսօր քնի միջազգային օրն է եւ մենք յուրաքանչյուրս թեպետ շատ ուշադրություն չենք դարձնում, հատկապես երիտասարդ տարիքում, բայց այդուհանդերձ շատ կարեւոր է։ Բայց արի փաստենք, որ քունը իսկապես կենսաբանական անհրաժեշտություն է եւ Իհարկե։ յուրաքանչյուր մարդու կյանքում շատ կարեւոր դերակատարում ունի։ Եվ ստացվում է այնպես, որ մարտ ամսվա երկրորդ ամբողջական շաբաթվա ուրբաթ օրը նշում են քնի միջազգային օրը, եւ առաջին անգամ քնի միջազգային օրը նշվել է 2008 թվականի մարտի 14-ին, այն համարվել է քնի խանգարումների կանխարգելման միջազգային օր։ Այո, սակայն 2011 թվականից քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ մարտի երկրորդ ամբողջական շաբաթվա ուրբաթ օրը առաջարկվեց, որպեսզի նշեն որպես քնի համաշխարհային օր World Sleep Day։ Այո, չէ՞ որ չենք մոռանում, որ քնի ընթացքում ուղեղն անջատվում է ամբողջ օրվա ընթացքում կուտակած ինֆորմացիայից, նաև հանգստանում է օրգանիզմն ու լիցքավորվում էներգիայով, իսկ քնի բացակայությունն ազդում է հիշողության, ակտիվության վրա, նպաստելով բազմաթիվ հիվանդությունների առաջացմանը։ Իդեպ, բայց ասեմ, որ այս փաստը շատ մասնագետներ նաև մի քիչ հերքում են, որովհետև ասում են, որ նույնիսկ քնած ժամանակ կամ երբ ուղակի դու ալարում ես եւ պարկում ես, մարդու ուղեղը չի անջատվում եւ շատերն էլ հակված են նաև այն փաստին, որ գուցե երազները հենց մեր ուղեղի աշխատանքի շարունակությունն են, կախված մեր օրվա տպավորություններից, մարդ որքան էմոցիոնալ է, մի խոսքով Բայց հաճախ այնպեսի երազ ես տեսնում, որ ընդհանրապես կապ չունի ոչ քո մտածածի, ոչ քո օրվա, ոչ անցյալի, ոչ ներկայի։ Խոսում է քո ներկայի։ ենթագիտակցությունը, որ գուցե չես էլ ֆիքսել, բայց տեղի են ունենում որոշ իրադարձություններ, բայց օրինակ որոշ երազներ, որոնք դու տեսնում ես եւ գիտես, որ դրանք կատարվելու են, այդ դրա ֆենոմենը դեռ չեմ կարողանում հասկանալ, որովհետեւ ես կոնկրետ օրեր կան, որ կոնկրետ արթնանում եմ եւ գիտեմ, որ այս երազը այս կերպով կկատարվի իրականում։ Իսկ օրինակ եղել է որպեսի շատ այսպես սյուր երազ տեսնես, օրինակ իմ ետևից ընկել էր, չասեմ որ երկրի նախագահը, բայց ինձ հետապնդում էր։ Հասկանում ես, ես արթնացել եւ ուզում եմ հասկանալ լավ, ինչու այդ նախագահը եւ ինչու ես նրան պետք է տեսնեի իմ երազում, ընդ որում մեկ այլ երկրի։ Դե ասա խնդրեմ, այդ երազներ ինչի է մարդը Դե տեսնում։ հենց այդ է, որ ենթագիտակցական մակարդակն է այլ կերպ աշխատում, որի բացատրությունը մենք սովորական մահկանացուներից չունենք, հարգելի ռադիոլսողներ, իդեպ քնի կարևորության մասին ենք այսօր նաև խոսելու, կխնդրենք դուք էլ գրեք, թե օրվա ընթացքում քանի ժամ եք քնում։ Եվ արի հարցնենք, Այո։ ունենք ռադիոլսող, ով քնում է կամ քնել է հենց աշխատավայրում, հենց սեղանի մոտ նստած։ Արի սկսենք մեզնից։
Ես քնել եմ։ Ես էլ։ Ընդ որում ես հետևում եմ Հավերժ։ ճապոնացիների եւ չինացիների օրինակին եւ օրվա ընթացքում կարելի է գոնե 15-ից 20 րոպե պարզապես ձեռքերը դնել սեղանին եւ քնել։ Իմիջիալոց ասում են, երբ 15 գիշերը րոպե։ լավ չես քնել կամ քնի պակաս կա, ցերեկային ընդամենը 15 րոպեանոց քունը շատ կարևոր է, ոչ ավել, որ չբժժես, եւ հատկապես այն վարորդները, որոնք երկար ընթացքի մեջ են եղել եւ զգում են, որ այլևս չեն կարողանում քշել, որովհետեւ աչքերը փակվում են, պետք է ուղակի կանգ առնեն կողքի, անջատեն մեքենան եւ 15 րոպե քնեն։ Այո, դա Մի անգամից այսպես առույգանում եք եւ կարող եք շարունակել ճանապարհը։ Սա շատ, բայց ավել չքնեք, որովհետեւ բժժելու եք, այսպես ճլորելու եք։ Այ ինչպես վարվել քնի է, սա էլ է շատ կարևոր, որքան ժամանակ պետք է քնես եւ արդյոք այստեղ եւս մեկ կարևոր բան, գիշերը եթե պակաս ես քնում, ցերեկային քունը կարող է լրացնել։ Սա լուրջ խնդիր է իմիջիալոց։ Իդեպ ես քեզ ասեմ, որ գիտնականների համոզմամբ շատ քնելը եւս կարող է բացասական Այո։ ազդեցություն ունենալ, ինչպես անքնությունը։ Այստեղ Այնպես չի, որ կարաք 8-9-10 ժամ քնեք, ասեք դրանից վնաս չկա։ Կա, վնաս կա շատ քնելուց։ 8 ժամ վնասակար չէ, բայց հաճախ նաև դեպրեսիվ իրավիճակներում պայմանավորված դու տեսնում ես, որ մարդիկ երկար են քնում, քնի միջոցով կարողանում են նաև նյարդային համակարգը Բայց կարգավորել։ ամեն օր Ոչ ամեն օր, բայց այդուհանդերձ այստեղ չենք կարող ասել ինչ խնդիրներ կան։ Մի խոսքով ամեն չափի մեջ է առողջարար եւ գեղեցիկ, ասենք նաև որ մասնագետներն են հաշվել։ Հասուն մարդը պետք է օրվա մեջ քնի 6-ից 8 ժամ։ իհարկե սա վիճելի է։ Վիճելի է, ես Վերջին ժամանակները սա եկան հերքելու, բայց 6 ժամը միևնույն ասում են անհրաժեշտ։ Ամենակարևորն է եւ ասում են, որ ոչ մի ցերեկային քուն չի կարող Այո, փոխարինել այո։ գիշերային քնին, այնպես որ բաց մի թողեք գիշերվա կարևոր ժամերը, իդեպ ամենակարևոր ժամը, որ արտադրվում է այն հորմոնը, որը շատ կարևոր է օրգանիզմի համար, դա 10:30-ից սկսած, 22:30-ից սկսած պիտի քնես, այո, որովհետև այդ ժամանակահատվածում է, թեպետ ամենադժվար ժամերը արթնանալու, դրանք լուսաբացի ժամերն են։ Կանանց խորհուրդ է տրվում։ Չգիտես ինչու լսի, կանանց չի խորհուրդ տրվում 1 ժամ ավելացնել։ Սերով պայմանավորված Այդ տարբերակ է։ նորմալ, հա, 6-8 ժամին 1 ժամ ավելացնել։ Ինչու ուզում Դե մենք շատ ենք հոգնում Տիգրան ջան, ոնց Չէ, ասում եմ դուք շատ զգացմունքային եք, հետեւաբար հանգստին պետք է ավելի շատ ժամանակ։ Մենք զգացմունքային չենք, դուք եք մեզ նյարդայնացնում, դրանով է պայմանավորված։ Մի խոսքով, բայց մենք էլ հետ չենք մնում, մենք էլ տղամարդկանց ենք նյարդայնացնում, ինչ խոսք։ Երեխաները պետք է քնեն օրական 10 ժամից ոչ քիչ, այո, սա շատ կարևոր է, Թող քնեն եւ չջղայնացնեն ծնողները։ ավելի լավ է քնեն, քան քնելու, հեռախոսների մեջ Մարշ մտնել։ քնելու, չէ, ասում են Արա, երեխաները։ Տիգրան։ Եվ կարևոր հարցը, երբևէ աշխատավայրում քնել եք թե ոչ, այո, օրինակ ես էլ եմ շատ քնել եւ Չինաստանում օրինակ, այո։ Էդ երբ չեմ տեսել։ Միշտ հաճախ։ Բայց որ ժամին, ընդմիջման ժամից ես դու վերցնում այդ 15 րոպեն։ Չեմ ֆիքսել, հա ցերեկ է էլի, ընդմիջման ժամից, այսպես հաշվի առնենք, որ մենք մեր աշխատանքային, մեր առավոտը, երբ եթերի ենք սկսվում է գրեթե ժամը 6-ից, դե կներես էլի, հետո արդեն զգում ես, որ ուժասպառ ես ու ուզում ես 15 րոպեով անջատվել, բայց ինչ է ուզում ասել։ Չինաստանում աշխատողների աթոռները, այսպես ասած, հարմարեցված են այնպես, որ դու կարողանում ես բացել թիկնակը եւ դառնում է մահճակալ փոքրիկ եւ պարտքում ես քնելու։ Դե այնտեղ օրենքով է դա կարգավորված։ Իսկ ոդկի մերսիչներ կան այդ աթոռների վրա։ Չէ, ոդկի չէ, մեջքի չեմ կարող ասել ճիշտն ասած, այստեղ մեզ ջերմ ողջույններ գարնանային բարև է ուղարկել Աշուղ Աստղանուշը, ջերմ ողջույններ ձեզ։ Բարև ձեզ, մենք էլ ենք ողջունում Այո, բարի եթեր են մեզ մաղթում նաեւ մեր ռադիո լսողները, գրեք աշխատավայրում հետաքրքիր ծիծաղելի դեպքեր տեղի ունեցել են, թե ոչ։ 55 37 02 զանգահարեք, մի քիչ շփվենք, հասկանանք ով օրվա մեջ քանի ժամ է քնում եւ արդյոք քնել է աշխատավայրում թե ոչ։ Տպավորությունը թե դեռ քնացեք, ակտիվացեք սիրելի ռադիո լսողներ։ Իսկ մենք այսօր լսում ենք երկեր քնի մասին, Go to Sleep գնացիր քնելու Roxette-ի հիթը վայելենք։ Արի արթնանանք, էլի, չգնանք քնելու, մի քնացրու մարդկանց։ Խնդրեմ։ Before you go to sleep, baby. There's a shadow on the terrace, a snow dance for the living. There's heavy weather on the way. I heard it on the news. And life's a tough principle. Who won't reward the losers?
but to wish you think about me before you go to sleep. And I wish you the best there is before you go to sleep. There are tears without the color, a million seas of water, an ocean full of people where shattered hearts can go. And love's a golden ripple where answers are so simple, but the explanations are very hard to do, are very hard to do, are very hard to do. And I wish you'd think about me before you go to sleep. And I wish you the best there is before you go to sleep. Yes, I wish you think about me before you go to sleep. And I wish you the best there is before you go to sleep. Սուրճ ռուսեր առավոտից։ 9:54 րոպե, քիչ անց նաև մենք այսօրվա հարցը կուղենք մեր գործընկերներին ռադիոլուրից կհասկանանք նրանք ինչ են կարծում առասարակ քննելու ռեժիմի մասին, բայց մինչ այդ Մենք երևի թե լսենք մեր ռադիոլսողին։ Բարի լույս, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարի լույս ձեզ։ Բարի լույս։ Համոզված եմ գիշերը լավ եք քնել։ Երանի չէր։ Հա։ Ահա։ Իսկ դուք Բայց Դուք լավ եք ասացիր իսկ դուք։ Ես ժամը 3-ին արթնացել եմ, Ինչու՞։ նրանց հետո մի քիչ թավալել եմ, հետո նոր ննջացել եմ մինչև առավոտ 7-8-ը։ ցերեկը քնում եք թե ոչ։ Գայնա։ Եթե մասնագետը կա, իմ կարծիքով կասի, որ բան է, քնի խանգարման տեսակ։ Քնի մասնագետը կգա ժամը 11:30-ին Եթե Լուսի խցանումները Քոչարյանին հյուր։ չխանգարեն։ Չէ, քնի մասնագետը ես Հա։ առողջ եմ ծրագրի ընթացքում կլինի, իմանա։ զրույցը կծավալվի։ Մենք մի քիչ այլ թեմայով կզրուցենք, բայց անմիջական կապ ունի իհարկե քնի հետ։ Ահա, այսինքն ինչի մասին, ինչ թեմայով։ Քնի մասնագետին կարող եք լսել այսօր 11:30-ին։ Հիմա ինչ թեմայով։ Մենք հիմա խոսում ենք քնի խանգարումների մասին, Ահա, բայց ես ասեցի, որ ժամը 3-ին արթնացել։ Մենք հասկացանք, որ լավ չեք քնել եւ մեզ լավ չեք Ես շատ եմ սիրում քնել։ Ահա։ Ցերեկը քնում եք թե ոչ, Գայանե ջան։ Բնականությունից կտրվում ես, ուզում ես քնես նամանավանդ ես գունավոր երազ եմ տեսնում, իսկ ես Ինչ այդ լավ է։ երազներ մեկ-մեկ տեսնում եմ, ես երազում եմ, որ 7 տարի հետո դարձել է բանաստեղծություն, ես երազներս ինձ հուշում են։ Հասկանալի է։ Շնորհակալություն։ Գայնե ջան, չասեցիք տենց էլ ցերեկը քնում եք թե ոչ։ Ջահել ժամանակ քնում էի, Հիմա չեք։ բայց 50-ից հետո էլ չեմ քնում, բայց ցերեկային քունը ես գրել եմ արդեն, որ գիշերվա քուն չի լինի։ Իզուր չէ տրված։ Ես տեսա ձեր գրառումը, հիմա կկարդամ։ Շատ լավ, Շնորհակալություն։ շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Տիկին Գայանեն գրել է, որ ցերեկային քունը չի փոխարինի գիշերային քնին, իսկ քունը Աստծո պարգև է, չի փոխարինվի այլ բանով։ Իսուր չէ, որ տրված է գիշեր ու բարի երազներ։
իմիջիալից երբ ասում են գունավոր երազներ, անգույն երազներ, ես մի քիչ զարմանում եմ, որովհետև իմ բոլոր երազները գունավոր են, Չէ, անգույն չեմ հերարցակումից տեսնում։ է, ինձ մոտ օրը լինում սև սպիտակ է լինում, ես ասեմ Այդ քեզ։ եղանակով է պայմանավորված, որ գույները կորում են։ Հերարցակումից էլի։ Մի արա Տիգրան ջան, մի արա, իդեպ քնի խանգարումների մասին խոսեց մեր ռադիո լսողը։ Եղել է քեզ մոտ դեպք, երբ դու յուրաքանչյուր ենթադրենք կոնկրետ ժամի ամեն օր արթնանում ես հենց Գիշերը, այդ ժամին, հա, առանց գիշերը։ զարթուցիչի։ Գիտես, լինում էին նման դեպքեր, Իմ բայց ես մոտ արեցի սկսվել են։ ամեն ինչ, որպեսզի լինի այսպես առանց խախտումների, ես կպարկում ես քնելու ժամը 11-ին, առավոտյան ժամը 6-ին արթնանում ես, ով է։ Չգիտեմ որքան է տարօրինակ, բայց Փորձել եմ։ ամեն առավոտյան այսպես 3:51-ին աչքեր բացելը մի տեսակ տարօրինակ է։ Պետք է պայքարես, խոսքով։ պետք է ռեժիմ այն, այ ռեժիմի մասին դեպքում Ահա, ասում խնդրեմ։ շատ կարևոր է այդ առումով, որ յուրաքանչյուր մարդ ինքն է ձևավորում իր քնի ռեժիմը։ Եթե ունեք խնդիր, ապա կան իհարկե շատ թեթև դեղահաբեր, պարզապես կարող ես եկեք որը առանց ժամանակ ընդունել դեղահաբերի, եւ առանց տունը դեղահաբերի։ կարգավորվում է։ Ուղղակի պետք է տրամադրվել եւ քնելուց առաջ պետք չէ անդադար հեռախոսի մեջ թերթել Դա էլ կա։ կիլոմետրերով տարատեսակ անիմաստ նյութեր, որոնք ձեզ ոչ մի բան չեն տա։ Արի հասկանանք ինչ է Այո, կարծում քնի մասին մեր ասում եմ, գործընկեր Մարլենա Մարլենա, Հովսեփյանով, շատ բարի լուրջ լույս։ ընկղմվել է թղթերի մեջ։ Բարի լույս Մարլենա։ Ողջույն գործընկերներ։ Ինչպիսին է քո քնի ռեժիմը, ասամ։ Սպասիր ուրիշ բան, աշխատավայրում եղել է որ քնել ես։ Այ ռադիոլուրում, Մենք նյուզրումում։ օրինակ քնել ենք։ Ձեն ձեռքը դնես ու քնես Դնես ու սեղանին։ քնում ես։ Չէ, ես համառորեն պայքարում եմ, որպեսզի չքնեմ աշխատավայրում, Բայց չէ, բայց դժվար է, խոստովանեմ, Բայց դժվար է։ մասնագետներն ասում են, որ 15 րոպե ուղակի անջատվել, դա շատ օգնում է ել ավելի առույգ լինելուն եւ ավելի Տանը աշխատունակությունը դա կիրառում եմ, երբ ազատ եմ լինում, այո, իսկապես այդ Տանը 15 պայման կա, րոպեն։ տանը կգնաս, կպարկես, ասենք Չէ, բազմոցին կամ աշխատավայրում նման բան չի Ձեր եղել։ կդնում ես սեղանին եւ 10 րոպե Մի աչքես խոսքով կծրում։ մենք դա խոստովանեցինք, որ հաճախ ենք այդ։ Ես դա չինացիներից խոստովանում եմ, որ ենք չեմ վերցրել։ քնել։ Մենք քնել ենք։ Քնի ռեժիմից դժգոհում ես թե ոչ։ Չէ, եթե նյարդերը հանգիստ են լինում, Ինչի նյարդերը հանգիստ լինում են։ լրատվականում աշխատելու պարագայում բավականին Ահ, բարդ է, այդ երբ նյարդերը։ հետևում ես Աշխարհում տարբեր տեղի ունեցող, գործընթացների, իսկ հայտնի է, որ լրատվությունը հատկապես վերջին շրջանում հատկապես բարի լուրերով հագեցած Այստեղ են ասել ոնց չքնես ախր այդ ժամին, ոնց չքնես Այստեղ ցերեկը։ իզուր չէ, որ ես հիշեցի, որ ասում էին, որ մեդիայի ուղիղ եթերում աշխատողների, այսպես ասած, ծանրաբեռնվածությունը, մտավոր ծանրաբեռնվածությունը ուղիղ համեմատական է տիեզերագնացի ծանրաբեռնվածության հետ, եւ իզուր չէ, որովհետեւ իսկապես պարտադիր չի քարքաշես, կարող է էմոցիոնալ առումով քեզ մի անգամից զրկվել, կարող է զրկվել էներգիայից, որովհետեւ նյարդայնացել ես օրինակ, բայց քունը գալիս է օգնական, չէ՞։ Այո, հատկապես երբ օրինակ Արցախյան պատերազմին on-line ռեժիմով փորձում ես լրատվությունը ապահովել, չնյարդայնանալ կամ մնալ էմոցիոնալ հանգիստ։ Հա, բարդ է։ Մենք քեզ մաղթում ենք առանց նյարդերի եթեր հիմա եւ խոսափողականն է Մարլենա, բարի եթեր։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում ժամը 10-ն է, բարև ձեզ հանրայինի առաջին ալիքի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուրը խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն է։ Երևանը 3 հաստատել է Բաքվի հետ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման ըստ Հայաստանի արտգործնախարարության Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Երեք ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր ասել, որ Հայաստանը ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ։ Փարիզը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Ֆրանսիան հույս է հայտնում, որ դրա ստորագրումը հնարավորինս շուտ կկայանա։ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը երկու պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգման պայմաններում պետք է հնարավորություն տա Հարավային Կովկասին դառնալու խաղաղության, ինտեգրման եւ համագործակցության վայր, բաց սահմաններով հանուն տարածաշրջանի ժողովուրդների շահերի նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որը վերաբերում է միայն Հայաստանին կամ միայն Ադրբեջանին։ Բոլոր դրույթները առանց բացառության վերաբերում են երկու կողմերին։ Լրագրողների հետ ճեպազրույցում երեկ երեկոյան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով չհամաձայնեցված երկու կետերին, Փաշինյանը հաստատել է, որ խոսքը սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի չտեղակայման եւ միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը հետ կանչելու մասին է։ Վարչապետի խոսքով պայմանագրում համաձայնեցված դրույթ կա, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ եւ ապագայում էլ նման պահանջներ առաջ չեն քաշելու։ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային զարգացումներին, հայ-ադրբեջանական հարաբերություններին նախորդին անդրադարձել է թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերին, Փաշինյանը ասել է. «Բաքվի դատերն ու արևմտյան Ադրբեջան տերմինը Բաքվում ընթացող դատավարությունները զրոյացնում են Հայաստան-Ադրբեջան ձեռքբերումները»։ Խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներում հաջողության մասին երկու կողմերի տարածած լուրից հետո հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հայաստանի նկատմամբ մեր վստահության մակարդակը մոտ է 0-ի, նշել է նա։ Նրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում այսօրվա կառավարությանը մեզ համար ոչ մի նշանակություն չունի այնինչ նրանք մեզ ասում են։ Մեզ փաստաթղթեր են պետք։ Մեզ հարկավոր է, որ նրանց սահմանադրությունում տարածքային պահանջներ չմնան Ադրբեջանի նկատմամբ, իսկ դրանք առկա են։ Սա մեջբերում էր Ադրբեջանի նախագահի խոսքից։ Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին թուրքական լրատվամիջոցներին, ասել է վարչապետ Փաշինյանը։ Նա նշել է, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների բացակայությունը խոչընդոտում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների զարգացմանը։ Թուրք լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը անդրադարձել է նաեւ հայոց ցեղասպանությանը։ Մեր պաշտոնական դիրքորոշումը այն է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է ու կարևոր։ Այդ հարցերի շուրջ աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ եւ Հայաստանում եւ արտերկրում։ Մեծ եղերնը Հայաստանում, հայերի շրջանում անառարկելի ճշմարտություն է։ Մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ, ասել է վարչապետը։ Իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև Բաքվում տեղի ունեցող դատավարություններին, դրանք որակել է բեմականացված, նշել է կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ, մեր ունեցած տվյալներով այլ արգելված միջոցներ, որը անհանգստացնող եւ անընդունելի է, ասել է Նիկոլ Փաշինյանը, մենք հնարավոր ջանքերը գործադրում ենք գերիների, պատանների, այլ պահվող անձանց խնդիրը լուծելու համար, նշել է Փաշինյանը։ Եվ հիշեցնենք, Եվրախորհրդարանը 3 բանաձև է ընդունել, որով Բաքվից պահանջել է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Ադրբեջանի կողմից հայ պատանների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալությունները եւ նրանց դեմ շինծ ու դատավարությունները անվամբ բանաձևը ընդունվել է ձայների գերակշիռ մեծամասնությամբ։ Հիշեցնենք նաեւ, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում 3 դադարեցրել է հացադուլը։ Այսքանն ենք նախատեսել օրվա լրահոսից այս եթերաժամի համար, մինչ ժամը 11-ը։ Սուրճ ու սեր առավոտից։ Այս կրնան շնչով, ամենուր հնչով, ծոնես մեր ոգուղված վաղվան, արտնացիր քնից, քո ամեն տնից,
տաճարակի իմ Երևան ամեն բացվող առավոտ քեզ երգեմ կրկին ամեն իջնող երեկո նորից նոր վառվեն լույսերը եւ փառվեն քո տառապած ու կարոտ գրքին քեզ նվիրելով ողջ իմ սերը Վարդակում երաս միշտ ինձ երևաս ուր էլ որ գնամ մնա ինձ հետ ինչը քնախ քաղաք հարազատ միակ թող կորչեն վշտերը քո անհետ ամեն բացվող առավոտ քեզ երգեմ կրկին ամեն իջնող երեկո նորից նոր վառվեն լույսերդ եւ փառվեն քո տառապած ու կարոտ կրկին քեզ նվիրելով ողջ իմ սերը ամեն բացվող առավոտ քեզ երգեմ կրկին ամեն իջնող երեկո նորից նոր վառվեն լույսերդ եւ փառվեն քո տառապած ու կարոտ գրքին քեզ նվիրելով ողջ իմ սերը ամեն բացվող առավոտ քեզ երգեմ կրկին ամեն իջնող երեկո նորից նոր վառվեն լույսերդ եւ փառվեն քո տառապած ու կարոտ գրքին քեզ նվիրելով ողջ իմ սերը քեզ նվիրելով ողջ իմ սերը քեզ նվիրելով ողջ իմ սերը ողջ իմ սերը Սուրճ ու սեր առավոտից 10:10 րոպե մենք վերադարձանք ուղիղ եթեր Սուրճ ու սեր առավոտից շարունակում ենք վայելել միասին գանանային առավոտը Այո, եւ փորձում ենք խոսել առհասարակ թեքունը որքան կարեւոր է առողջ ապրելակերպի համար։ Լսենք մեր ռադիո լսողին, այնուհետ կշարունակենք, ասում ենք բարի լույս, դուք ուղիղ եթերում եք։ Կզարմանայինք, որ չզանգարայիք, ոնց է։ Դուք լավ լինեք։ Լավ ենք Մենք լավ քնել ենք։ գիշերը Լավ, ոչինչ։ Մի Ոչինչ էտապում զարթնեցի, հետո քնեցի։ Դե տեսնում եք, Այսօր այդ օրն է։ քունը պակաս չի։ Այո։ Լուսինե ջան։ Այո։ Երբ որ ասեցիր զվարճալի պատմություն կա քենի հետ կապված, չի Ապա Եթերային է, չէ՞ հուսանք։ Եթերային է, լրիվ եթերային է։ Այո։ Ուրեմն ժամանակին ես որ աշխատում եի Էջմիածնի քույրերի միավորում հավաքող բանվոր, հետս նաև ռադիոն տունի չէի տանում։ Արիներին նաև ունկնդրում էի մեր Տիգրան Հարությունյանի եւ Կարինե Հալաջյանի 50 Ինչպիսի լեգենդար տարիներ։ Տարիներ էին, այո, աստղային տարիները Տիգրանը։ Մի անznավորություն ունեինք, Պերերևից հետո քնում էր։ Ահա։ Մեկ Պերերևից հետո քնում էր։ Մի հատ երգ, դա չէ որ ասում է զարթնիր լավո մեռնիմ քզի։ Այդ երգը տվեց
Այս ռադիոն զլեցի ու պրյոմնիկը տարադրի սրա կանջի։ Խեղճ մարդ։ Խեղճ մարդ։ Իրական դեպք, խնդրեմ։ Էր թռավ գլխով խփեց պրյոմնիկին, պրյոմնիկը թռավ էլեմենտները թափավնի։ Վայ։ Ահա, այդտեղ լռություն Ու է։ հետաքրքիրը գիտեք ինչն էր։ Հաջորդ օրը եկել ասում է, «Էլ տենց բան չանես էլի»։ Այդ տղա ասեմ, խո ամեն օր այդ երգը չեն տալու, որ ես տենց բան։ Դե Տիգրանին կարող էիք զանգահարել ամեն օր այդ ժամին կոնկրետ այդ երգը հնչեցներ, չէ՞ Տիգրան ջան։ Այդ ժամանակ չկար ձեր ցանկությամբ Չկար, հա։ ծրագիրը։ Չէ, այդ ժամանակ հա չկար։ Միայն Տիգրանին լսում էինք։ Ահա, շնորհակալություն։ Շնորհակալ ենք ձեզ լավ օր շնորհակալություն։ ժպիտներով լեցնոր հիշեցնենք մարտի 14-ն է այսօր միասին նշում ենք քնի համաշխարհային օրը։ Այո, քնի մասին առավել մանրամասն զրույցի մեր գործընկեր Լուսի Քոչարյանը ես առողջ եմ ծրագրի ընթացքում, իսկ մենք կփորձենք քնի հետ անմիջական կապ ունեցող եւս մեկ թեմայի անդրադառնալ, առողջ ապրելակերպին անդրադառնալ եւ փորձենք հասկանալ որքան կարեւոր են մարզումները, բայց այստեղ բանալի բառը ճիշտ մարզումները եւ ինչն է միֆ, ինչն է իրականություն կփորձենք բացահայտել այսօր մեր զրուցակցի հետ, իսկ մեր հյուրն է բոդիբիլդեր, ֆիթնես մարզիչ Լևոն Հովանեսյանը, բարի լույս։ Բարի լույս Լևոն։ Բարև ձեզ։ Ինչ ասա մեզ ինչպես հասար ռադիոտուն, որովհետեւ հիմա Տիգրանի խցանումները ծանոթ բոլորին թեմաներից հետաքրքրում է, է այ առաջին ձեռքից, որ փողոցներն էին խցանված։ Անկեղծ գտնում եմ, քանի որ ոնց մինչև եթերն էլ բարձրաձայնեցի իմ համար շատ խորթ է այս ժամին արթուն լինելը, իմ համար շատ անակնկալ էր մեծ, որ այս ժամին այդ աստիճան շատ խցանումներ կան։ Վերջին անգամ երբ էիք այս ժամին տնից դուրս եկել, ճիշտ Անկեղծ, ասեք։ Իհարկե։ երբ էր կարևորելի առիթ ունեի ինչ-որ գործնական չեմ հիշում, մոտ մի ամիս ու կես 2 ամիս առաջ։ Փաստորեն, Այնպես որ ոնց նշեցիք, քնի հետ անմիջական կապ ունեցող ներկայացնելուց առաջ։ Այնպես էր ընչում կարծես արջ լինեմ։ Լևոն, հետաքրքիր է, բոդիբիլդերները ունեն հատուկ ռեժիմ, հա, այ կապված մարզումներ եւ քնի հարաբերակցությունը տոկոսային ինչպիսին է։ Ուրեմն տեսեք Տիգրան ջան, նախ շեշտեմ, որ հարցը շատ դիպուկ է։ Միանշանակ դա այդպես է, ասեմ ավելին, քանի որ բոդիբիլդերի կյանքը հենց անմիջականորեն փոխկապակցված է ռեժիմ ասվածի հետ, ռեժիմը ինչ է իրանից ներկայացնում եւ առասարակ ռեժիմի նպատակը որն է։ Ճիշտ վերականգնողական process, ըստ որի էլ լինելու է մկանային աճ, ըստ որի էլ դրանից բխող բոլոր մնացած այլ բենեֆիտները։ Քանի որ քնի մեջ է արտադրվում, այսպես ասված, սոմատոտրոպ հորմոնը, մասնավորապես ցիրկադային ռիթմերի ժամանակ, խորը քնի ֆազայի ժամանակ, եւ ինչքան երկար տևում է քունը, այնքան տվյալ ֆազաները լիարժեք են տեղի ունենում 3-ից 4 անգամ մեկ գիշերվա ընթացքում։ Ես այդքան լավ քնում եմ, բայց մկանները ինչպես տեսնում եք, չեն գոյանում, բա ոնց ասեմ։ Զուգահեռ պարապետ։ Իրականում տվյալ հորմոնը, որը նշեցի, սոմատոտրոպ հորմոնը, ժողովրդական լեզվով իրեն նաև անվանում են աճման հորմոն, որը իրականում շատ բազմաֆունկցիոնալ է։ Մկանային աճը դա կողմնակի էֆեկտ է, այսպես ասած, եթե դուք ֆիզիկական ակտիվություն եք ցուցաբերում ուժային մարզումների տեսքով։ Իրականում 5 հարկ բարձրանալը չի հաշվում։ Դա էլ ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսակ է, բայց որը անվանում են ավելի շատ աերոբ տեսակի ներողություն ակտիվություն կա աերոբ եւ անաաերոբ։ Անաաերոբը դա ուժայինն է, որն էլ իրանից բխում է տվյալ հորմոնի մաքսիմալ ստիմուլյացիա եւ ոչ միայն։ Խի եմ նշում քունը, մենք ոնց նշեցինք, որպեսզի պատասխանը ամփոփիչ լինի, քնի մեջ է արտադրվում տվյալ հորմոնը, որը որ պատասխանատու է բացի ոնց նշեցի մկանային աճ կողմնակի էֆեկտից, նաեւ առասարակ կյանքի որակի համար։ Մաշկի որակը, բիոլոգիական տարիքը, ճարպային շերտի տոկոսի չափը, ճարպայրում ասվածը։ Քնի ժամանակ ճարպայրում է, չէ՞, տեղի ունենում, ճիշտ գիտեմ։ Տեսեք, սենց ասեմ, տվյալ հորմոնը ոնց նշեցի, ինքը եթե ելնենք ապացուցողական բժշկությունից, ապա միակ հորմոնն է, որը ունի ուղիղ լիպոլիծիկ հատկություն, ինչ է նշանակում լիպոլիզ։ Լիպոլիծիկը դա հենց ճարպայրիչն է, որպես այդպեսին։ Մնացած բոլոր հորմոնները կամ այլ խթանիչները, որ օգտագործում են, ուղիղ տվյալ մեխանիզմին չեն տիրապետում, բայց արմատապես մասնակցում են տվյալ process-ին։ Բայց ոնց նշեցինք, այո, եթե ելնենք այդ հիպոթեզից, միանշանակ, եթե այն պայմանից ելնելով, որ մենք պահում ենք օրվա կտրվածքով կամ շաբաթվա կամ ամսվա կտրվածքով կալորաժի դեֆիցիտ,
այո, տեղի կունենա նաև ճարպայրում։ Ինչա նշանակում կալորաժի դեֆիցիտ, ավելի քիչ ընդունել կալորիա, քան մենք ծախսում ենք օրվա ընթացքում։ Դա իրականում շատ պրիմիտիվ, բայց շատ պարզ լոգիկա է, որը աշխատում է։ Իսկ ո՞նց եք նայում այն հանգամանքին, որ ամբողջ օրը նստած կալորիաներն են հաշվում սնունդ ընդունելուց, չէ՞ որ դա ինձ համար օրինակ հավելյալ կյանքի որակի կարծես ինչ որ նվազում լինի, երբ դու հիվանդագին ես մոտենում։ Անընդհատ հաշվում ես, այս ակուտեմ, այսքան կալորիա, այսքան։ Միջինացնել հնարավոր չի այդ ամենը։ Եկեք ես իմ բնավորությանը համաձայն փորձեմ մաքսիմալ անկեղծ գտնվեմ։ Տեսեք, ես կարամ երկու տեսանկյունից դիտարկեմ։ Տեսանկյուն համար 1 որպես տվյալ աշխարհի ներկայացուցիչ, որպես ֆիթնես անձնավորություն, որպես ֆիթնես մասնագետ։ Քանի որ նախկինում ես էլ եմ մարզիչ եղել, դա շատ լավ գործիք է կալորիա հաշվելը, երբ որ մենք կարողանում ենք այն օգտագործել հաճախորդի հետ փոխհարաբերություններում։ Ինքը աշխատում է։ Ասել, որ դա չի աշխատում, մեղմ ասած կլինի հազար ներողություն արտահայտությանս համար կլիաուզնիկություն, բայց միաժամանակ մի հատ պարադոքսալ փաստ արձանագրեմ ու փակագծերը բացեմ։ Ինքս լինելով գործող ատլետ, bodybuilder, ով որ բեմա դուրս գալիս ելույթ ունենում, բավականին վաղ հասակից մինչ օրս, տեսեք ինչ է իրանից ենթադրում բեմ դուրս գալ ելույթ ունենալը bodybuilder-ի տեսանկյունից։ Մաշկի, ճարպի մինիմալ քանակ։ Ինչի եմ սա մատնանշում, դա ենթադրաբար պետք է կալորիա հաշվենք, որպեսզի կարողանանք ստանանք այդ արդյունքը։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, որքան էլ պարադոքսալ է հնչում, երբեք կյանքիս ընթացքում կալորիա հաշված չկամ։ Ինչու՞։ Որովհետև այնքան տարբեր այլ գործոններ կան, որոնք պատասխանատու են տվյալ process-ի համար։ Փորձեմ կոնսպեկտած թվարկեմ։ Բիոլոգիական տարիք ոնց նշեցինք, ինչից գալիս է նյութափոխանակության արագ դանդաղ լինելը չափը առհասարակ։ Հորմոնալ ֆոն ամենակարևոր գործոնը, որովհետև եթե ենթադրենք այս պահին X մարդը, որևէ այլ ֆիզիկական ծանրաբեռնվածություն նախկինում չի գործածել ու փորձում է պահի հստակ սննդակարգ, հստակ կալորաժով եւ այլն, բայց մեկ այլ մարդ կամ նույն մարդը 6 ամիս հետո որ մարզվեց ու իր նյութափոխանակությունը արագացավ, իր հորմոնալ ֆոնը փոխվեց, եթե ենթադրենք իր մոտ քաշի փոփոխություն տեղի չունենա, մարմնի ինդեքսը ընդհանրապես չփոխվի, բայց իրանք սնվեն նույն կալորիականությամբ, երկրորդ տարբերակ մարդու մոտ, որ արդեն հորմոնալ ֆոնը փոխվել է, ճարպայրման process-ը կրկնակի երակի անգամ պայմանական թվեր եմ ասում, շատ ավելի արագ կլինեն։ Ինչու՞։ Որովհետև այն մարդը, ում մոտ որ տեստոստերոնը օրինակի համար, տեստոստերոնը դա տղամարդու սեռական հորմոնն է, հորմոնների պապան, թագավորը, ոնց որ սիրում են ասեն, որը որ ունի այո որոշակի չասեմ ուղիղ ճարպայրման պոտենցիալ, բայց քանի որ այն ակտիվացնում է տղամարդուն ու ոչ միայն տղամարդուն, կանացի օրգանիզմը լա որոշակի քանակությամբ արտադրում, ակտիվացնում է տղամարդուն, մտցնում է փորձեք ինձ օգնեք, խնդրում եմ, կոնկուրենցիայի մրցակցության դաշտ է մտցնում տղամարդկանց, ամբիցիաներով է լիացնում, առողջ ամբիցիաներով, սենց ասեմ, կախված մարդու տեսակից, շատ ժամանակ ինչի համար է, որ 21-րդ դարում շատերը քննադատում են մասկուլինիզացիայով շատ օժտված տղամարդկանց, ագրեսիվ են, աբյուզիվնի են եւ այլն։ Չեմ ասի, որ դա իրականությանը չի համապատասխանում, բայց ընդունենք, որ դա էլ իր տեղը ունի, կախված մարդու տեսակից։ Բայց ինչի համար եմ այս ամեն ինչը ասում։ Հորմոնալ ֆոնն էլ մեծագույն գործոն, թե դա որքանով է արդյունավետ լինելու, կալորիայի հաշվելու մասին եմ խոսում։ Իրականում ես գտնում եմ, եթե մարդ առողջ է ուղեղով, դատում, շատ շնորհակալություն, շատ ճիշտ եք Լուսինե ջան, եթե մարդ առողջ է դատում իր պրիորիտետը, նպատակը, ինչ է դա իրանից ենթադրում, մարդ գալիս է հիմնականում կանայք, հազար ներողություն եմ խնդրում, ուղղակի վիճակագրությունը այդպիսինն է, հավանականության տեսությունը, գալիս են մարզասրահ, ովքեր որ փորձում են քաշի կորեկցիա անեն, կարգավորեն իրենց քաշը ու ասում են, հստակ նպատակ են դնում մասնագետի առաջ, ասում են, ուզում եմ կորցնեմ X կիլոգրամ, բայց ասում են մեկ շաբաթում։ Դա արդեն մի հատ էլ սելֆի են անում, որ ցույց տան առաջ եւ հետո։ Իրականում այդ ամենը երկրորդական է, դուք շատ ճիշտ եք, բայց այդտեղ ուրիշ բանի մասին եմ խոսում։
կիլոգրամով չի, որ պետքա ձեր պրոգրեսը չափեք, որովհետև երկու միանման անձ, ենթադրենք, իհարկե խոսքը չի վերաբերվում, եթե մարդ չափազանց ավելորդ քաշ ունի, դա արդեն այլ պատմություն է, բայց միջինում երկու պայմանական 55 կիլոգրամանոց կանայք կարան ռադիկալ տարբեր տեսք ունենան։ Դե բնական է։ Ձեր պրոգրեսը պետքա չափեք վիզուալ։ Դրա համար կա եւս մեկ գործիք, ես մարզիչներին ապագա միշտ խորհուրդ եմ տալիս, ասում եմ, այդ ձեր մի շաբաթվա տված նպատակից ելնելով, որ հանկարծ չասեն մարզիչը մասնագետը պրոֆեսիոնալ չի, ասում եմ չափումներ կատարեք։ Օրինակի համար նստատեղի հատվածում, Իտալիայի հատվածում, Իրանի հատվածում, որ մեկ ամիս հետո, եթե մարդը քաշը իր ակնկալած չափով կորցրած չլինի, Չափումներով գոնե կգան Իհարկե, արդյունքի, բայց իհարկե։ այստեղ մի խնդիր էլ կա, չէ՞ որ մասնագետներն ասում են շատ արագ նիհարել չի կարելի։ Իհարկե, Օրգանիզմը համաձայն եմ։ ստրեսի է ենթարկվում եւ այստեղ բազմաթիվ այլ խնդիրներ են ի հայտ գալիս։ միանշանակ դա այդպես է։ Եթե թույլ տաք փակագծերը բացեմ, տեսեք, ֆիզիոլոգիապես ճարպայրման process-ը, ավելի ճիշտ sense ասեմ, քաշի կորստի process-ը ի հաշիվ ճարպի, ֆիզիոլոգիապես հնարավոր է ամսվա կտրվածքով իդեալական սցենարի դեպքում 3-ից 5 կիլոգրամ, դա մաքսիմումն է։ Դրանից ավել ինչ մարդ կորցնում է, արդեն կամ ավելորդ մարմնի կողմից պահած հեղուկի հաշվին է, որովհետև եկեք ազնիվ գտնվենք, մեր մարմինը ոչ ոքի համար գաղտնիք չի, որ հիմնականում հեղուկից է բաղկացած։ Մկաններում կա սարկոպլազմա, այսպես ասած, որը դուրս է գալիս, մարդ ավելի, այսպես ասած, տափականում է ու նաև ամենավատ սցենարի դեպքում մարմինը, եթե չի ստանում իրեն անհրաժեշտ նուտրիենտները բավականաչափ, մակրո եւ միկրոնուտրիենտները, երբեմն այսպիսի մի սոս process-ը մարմնում առաջացնում, որի հետևանքով մարմինը սկսում է սեփական մկանաթելերը ոչնչացնել, որպեսզի իրեն այդքան անհրաժեշտ ամինաթթուները ճեղքի ստանա։ Ասածս որն է, այդ քաշի կորուստը իհարկե մեկ ամսվա ընթացքում պայմանական, եթե դիտարկենք որպես կարճ ժամկետ, հնարավոր է 15 կիլոգրամ էլ նիհարել, ավել էլ նիհարել, եթե մարդը շատ կիլոգրամներ ունի, բայց դա լինելու է միայն ի հաշիվ սեփական առողջության, բացատրեմ ինչի, որ վարկյանին մարդը, տեսեք, կալորիաներ հաշվել է ինքն իրան, թողներն ինձ բոլորը փաստն եմ արձանագրում, խնդրում եմ եւս մեկ անգամ ինձ օգնեք, ՌՊՊ, расстройство пищевого поведения, հայերեն ոնց է։ Սննդի խանգարումման մասին է խոսքը։ Շնորհակալություն։ Դա իրականում դիագնոզ է։ Ու յուրաքանչյուր bodybuilder ով հաշվում է կալորիա, այտենց է, մենք շիզոֆրենիկ ենք այդ տեսանկյունից։ Ուզեք ընդունեք, չուզեք ընդունեք, դա այդպես է։ Այդ հիվանդագին ձեր ասած, որ հաշվում Հա, է։ էլի մի տեսակ։ Դա կարելի է ընդունել այն դեպքում, երբ որ դու օրինակի համար պրոֆեսիոնալ սպորտսմեն ես, ունես քաշային կարգ ներխուժելու խնդիր ու Եվ պետք է սկսում ես կորեկցիա անել, անես։ ուղղակի նպատակ ես դնում, որ ինչ որ ժամանակ անց այդ դրան հասնես։ Կոնկրետ դա հստակ նպատակ է, Այո։ որի դեպքում արդարացված է որոշ չափով, բայց դա փաստը չի չեղարկում, դա այդպես է։ Ինչևից է, այդ ՌՊՊ ասվածը Սննդային խանգարումների սննդային մասին է խանգարումը, խոսքը։ ոնց ասեցի, մտքից թելեգորով։ Ոչինչ, այստեղ ուզում եմ մի բան օգնության հասնել ձեզ, այս հաճախ նաև այդ կալորիաներ հաշվելու հետ մեկտեղ սկսում են իրենց արհեստական սահմանափակել եւ ուտեստները սնունդը այնքան են սահմանափակում, որ վիտամինազուրկ է ստացվում։ Հենց դրա մասին էի խոսում, իրականում միտքս վերականգնեցի, բայց ձեր նշածը հենց դրա հետ էլ է փոխկապակցված։ Տեսեք, երբ որ մարդը նուտրիտիվ պակաս է ունենում, դեֆիցիտ է ունենում, ինչն էլ գալիս է հենց այդ շատ սահմանափակումներից, ի հաշիվ որի էլ կարա տեղի ունենա պայմանական մեծ քանակությամբ քաշի կորուստը կարճ ժամկետում։ Մարդ սկսում է, ոնց նշեցիք, դա ստրես է, մարզումները ինքն իրեն արդեն ստրես են։ Եվ եթե դու չափը անցնում ես մի հատ էլ հավելյալ նման խիստ սահմանափակումներ ես դնում քո առջև, դու սկսում ես ծանրագույն ստրես տանել, իսկ ենթադրենք դու, եթե ունես մեծագույն կամքի ուժ, անխուսափելի է դառնում այն սցենարը, որ որոշ ժամանակ հետո, կախված մարդու առանձնահատկություններից 2-3 ամիս, վատագույն դեպքում 4,
դու սկսում ես այն աստիճան դեպրեսիվ դառնալ ու նյարդային ջուրագրգիռ մշտապես, որ տանեցիները քո ներվերի վրա ազդում են, սեփական շնչից զարթնում ես։ Ծանր բաներ ենք ասում, բայց դա իրականությունն է, այո։ Եվ ամենավատ սցենարը այդ շատ կիլոգրամներ կորցնելը, երբ որ դու հանկարծ սռիվ ունեցար, դու ունենալու ես, մարմինը ոնց է։ Հիմա շատ այդ տերմինոլոգիայի մեջ եւս մեկ անգամ չխորանամ, 4 սպունգի պես է, երբ որ դու իրան քամեցիր, նուտրիտիվ պակաս առաջացավ մոտդ, մեծ քաշի կորուստ առաջացավ եւ Աստված մի արածը քո մոտ սռիվ առաջացավ, իսկ սռիվ լինելու է, ինքնախապեյությամբ մի զբաղվեք, մեկ էլ գիշերը զարթնում ես, միտքդ պայծառանում է այն պահին, որ դու նկատում ես, որ նախորդ 15 րոպեն սառնարանի հետ աջին նա աջին ես մտել ու հենց արդեն թեթև հագեցման զգացումը առաջանում, արալավ ես ինչ արեցի։ Հաջորդ քայլը որն է, գնում ես կշերքին ես կանգնում։ Իսկ ինչա տեղի ունենում, քանի որ մարմինդ պակաս է զգացել, դու հիմնականում ուտելու ես ճարպ եւ ածխաջուր։ Ածխաջուրը դա բոլոր տեսակի խմոր, քաղցր, շաքարներն են իրենցից ներկայացնում։ Որպես կանոն 1 գրամ ածխաջուրը 4 գրամ, լավ միլիլիտր եթե հաշվենք, իրեն վրա հեղուկ է պահում։ Ու պատկերացրեք, ինչ խմեք, մարմինը 4 սպունգի նման քաշելի է։ Քաշի կանգնում ես կշերքին, մոտդ հիստերիա է առաջանում։ Հիստերիան առաջանալու հետևանքով մարմինդ ստրեսային հորմոններ է սկսում արտադրել հանձինս, օրինակի համար կորտիզոլի, որը իրեն հերթին հերիք չի քո կին օրգանիզմը հիմնված է էստրադիոլի եւ պրոլակտինի վրա, իսկ էստրադիոլը, պրոլակտինը կանացի սեռական հորմոնները մարմինը արդեն իսկ ծրագրավորում են ավելորդ հեղուկ պահելու վրա։ Մի հատ էլ այն առաջի գործոնը ածխաջրի հետ կապված ոնց ասեցի, մի հատ էլ կորտիզոլը, որն էլ իրեն հերթին էլ ավելի շատ հեղուկ է մարմինը պահել տալիս, առավոտյան դու այն գորտի պես այդ ուստացած դեմքով, առանց ֆիլերների, այս այդ շրթունքներով հազար ներողություն։ Ուռած աչքերով։ Ու հա, հիստերիա է մոտդ։ Ինչ ես ուզում տնից դուրս գալ։ Լևոն ջան, ձեր գիտը հանրամատչելի միտքը հորմոնալ ֆոնով կտրեմ գովազդով, որից հետո մենք կշարունակենք իհարկե, այնպես որ շարունակեք լսել մեզ եւ մնացեք մեզ հետ։ Սուրճ ուսեր առավոտից։ La 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 la
10:31 րոպե շարունակվում է Սուրճ ու Սեր առավոտից հաղորդումը հանրայինի ուղիղ եթերում։ Մենք շարունակում ենք զրուցել bodybuilder, fitness-ի մարզիչ Լևոն Հովհաննիսյանի հետ։ Լևոնի դեպ մարզում են ինչ երաժշտություն եք լսում, ինչ ոչ երաժշտություն եք լսում։ Ոյ։ Ինչ ժպտացեք։ Կներեք, որ ծիծաղում եմ ակնհայտ, ուղղակի խնդիրն այն է, որ իմ ճաշակը աննկարագրելի ծայրահեղությունից ծայրահեղություն է։ 80-ական 90-ականների ռետրոից սկսում է, Հրաշալի տարբերակ։ անմիջապես ամբողջ ակումբը զարթնում է, երբ որ ես սկսում եմ ինքս մարզվել, Բոնիումից սկսում եք Dua Lipa-ով վերջացնում։ Ցտենց մի բան։ Dua Lipa-ին եկեք անցնենք, ժամանակակից ոչ մի տեսակի երաժշտություն ես չեմ լսում։ Մերժում եք նրանց։ Դեգրադացման գագաթնակետն է բոլորի մոտ, Բանի չի տենց ասում։ որ իրանց տեքստերը լսում եք ոչ մի արժեք Դուք տեքստը մի լսեք, իրանց նայեք։ Իրանց նայեք։ Տիգրան։ Տեքստը ձեզ ինչին է։ Քայլի Մինոկին օրինակ։ Օրինակ։ Kylie Minogue-ին օրինակ սիրում եմ։ Դե բոտեստ։ Ունեք ընդհանուր Միլենիումի ժամանակ ինքը շատ լավն է եղել։ Լինոլյումի ժամանակ էլ լավ։ Այստեղ մի հարց ունեմ, քանի շատ չենք հեռացել թեմայից, մեր Լինոլյումից։ ռադիոլսողների համար, որ դուք բացատրում եք ինչ է տեղի ունենում, երբ հանկարծ նիհարում եք երկարատև, այսպես ձեզ դիետաների եք պահում եւ հանկարծ հայտնվում եք սառնարանի առջև դեմ առ դեմ, դա այն փաստորեն դուք նկարագրեցիք այն իրողությունը, երբ մարդը հասնում է որոշակի ցածր արդյունքի ուրախանում է, մեկ էլ որոշ ժամանակ անց կրկնակի երակի քառակի քաշ է հավաքում։ Միանշանակ դա այդպես է։ Տեսեք, կան մասնագետներ, ովքեր որ տվյալ երևույթը, այսինքն կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ կիլոգրամներ կորցնելը, օգտագործում են որպես նորից անգամ գործիք, մարքեթինգ, այսպես ասված, որը աշխատում է, չենք կարող այդ փաստը չընդունենք, որ նման իրականություն կա, կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ կիլոգրամներ կորցնել, բայց ոնց դուք նշեցիք, Լուսինե ջան, ինչ գնով հետագա սցենարը շատ ավելի տխուր է, քան արժի այդ քայլին գնալը։ Ես որպես մասնագետ ուղղակի պնդում եմ, որ նիհարեցման գործընթացը պետք է լինի դանդաղ, գիտակցված, որպեսզի նախ առաջինը լինի մնայուն, երկրորդը ոչ մի դեպքում հոգեկան ավելորդ ստրես չառաջացնի, որովհետև ումա պետք է գեղեցիկ մարմինը, ենթադրյալ գեղեցիկ մարմինը, որովհետև երբ որ դու կարճ ժամանակահատվածում մեծ կիլոգրամներ ես կորցնում, այնտեղ գեղեցկության էսթետիկայի մասին խոսք գնալ չի կարող։ Հետո պիտի դա շտկես բացառվում է, եւ այո, որովհետև գեղեցիկ հղկված մարմին ունենալու համար պետքա արկա լինի մկանային զանգված։ Իսկ երբ որ դու մեծ կիլոգրամներ ես կորցնում, մեծ քանակությամբ, մկանային աճ որպես այդպեսին հնարավոր չի։ Հետո պիտի Շնորհակալություն Տիգրանին, մաշկը կախվում է, վառ արտահայտված ցելյուլիտ, որը էլի կանացին Սիրուն բան, բայց եկեք մի պահ կտրվենք Նիհարելու թեմայից, որ ամեն մարդ Նիհարի այնպես ինչպես ինքն է ուզում։ Չէ, գրագետ Նիհարի։ Դե կարող մարդը չի ուզում Նիհարի, ինչի է գալիս Տիգրան ջան, օրինակ դու չես ուզում Նիհարես, որովհետև այդ խնդիրը չունես, միշտ հետցում ես, այ ինչ հանուն bodybuilder, գեղեցիկ մարմին ունենալու, ինչից եք պատրաստ հրաժարվել եւ bodybuilder-ը ինչ է զոհում իր կյանքում հանուն այսպես հետաքրքիր բեմական մկանային մարմին ունենալու։ Ասեմ Տիգրան ջան, ոնց որ տխրեցիք, հա։ Չէ, չտխրեցի, հակառակը։ Օրորած։ Տարիներ առաջ, նու եթե փորձեմ մաքսիմալ անկեղծ գտնվել 5 տարի առաջ լրիվ այլ պատասխան կտայի, բայց հիմա չնայած պատասխանը նույնն է լինելու, բայց մոտեցումս է հիմա լրիվ ռադիկալ փոխվել։ Առաջ ինքս էլ ունեի կոմպլեքսներ եւ եթե ինչ որ կերպ քաշի կորուստեր տեղի ունենում մոտս, մեր մոտ հակառակն է, էլի մաքսիմալ ծանր պետքա լինենք որոշ պերիոդում, մինչև ելույթները եւ այլն, եթե մարմինս փոխվում էր կամ ինչ որ մեկը ինձ մատնանշում էր, ասում էր՝ «Մի հարել ես» կամ համանման ինչ որ բան, դա ծանրագույն sense ցայտնոտի մեջ էր ինձ գցում։ Դու կշերքը դնեիք նետում։ Ասում եմ, «Էլ չեմ կշռվելու»։ Փորձում էի ցույց չտամ, բայց ես հիմա նույնիսկ հենց այսօր ունեմ շատ մոտ ընկեր, ով որ իմ տարիքի է, իսկ ես բարև ձեզ 35 տարեկան եմ արդեն, բայց մինչև հիմա այդ կոմպլեքսը ունի։ Երթվում եմ, այն որ թեթև ասում ես՝ «Նի հարել ես», այն հղի կնոջ պես էմոցիոնալ տեսանկյունից նկատի ունեմ, բոլինք չդիտարկեք, գցում է թոքերը, կներեք արտահայտությանս ամուր ու ծանր է տանում։ Հիմա ես հեսա մինչև պատասխանս ասելը, սա ասեմ նոր էլի, մեղմ ասած, ուզեք հավատացեք, ուզեք մի հավատացեք,
այնքան երկրորդականը արտաքինը։ Ես նույնիսկ իմ հակնվելա ոճն եմ փոխել վերջին 3 տարիներում, sense որ հետ եմ նայում, oversize եմ հակնում, փորձում եմ թաքցնեմ մարմինս, որովհետև Ոչ թե թաքցնել, այլ նկատի ունի չի ցուցադրում էլի։ Ես նախընտրում եմ Տիգրան ջան, ամենայն անկեղծությամբ, երբ որ մարդու հետ դու շփվում ես, մարդ նայի աչքերիդ, մարդ չշեղվի քո մարմնին։ Եկել եք հոգեկան ներդաշնակության։ Ու փորձում եմ։ Դե բայց մարդը ունի գեղեցիկ մարմին, հիմա չես կարող փակել, ասել միայն աչքերը պետք է նայեմ, չէ՞։ Ի վերջո այդ մարմինը բան չունեմ ասելու, բայց շատ ավելի կարևոր է։ Դա ձեզն է, ոնց որ երգիչը լավ ձայն ունի, բեմից լսում է ձերը, բան չունեմ ասելու, դուք միանշանակ ունեք իրավունք այդպես պնդելու ու շատերը հենց այդպես էլ կան, որ իրանց կյանքի ուղղակի ամենացավալին է նա, որ դա չպետք է լինի մարդու կյանքի լավագույն ձեռքբերումը, մարմին։ Դա այնքան ցածր վիբրացիաներ են, որ ոսկե միջինը փորձենք պահել ամեն ինչ։ Ասեք մեզ, ինչից եք պատրաստ հրաժարվել եւ զոհում եք, գնում եք զոհության։ Վերջ պատասխանում եմ։ Այ գնացել եք քեֆի, ընկերական շրջապատ, բոլորը ուտում խմում են, ինչ եք անում։ Կախված թե որ պերիոդում ես դու գտնվում, որ շրջանում ես գտնվում։ Իսկ խոսքը նրա մասին է, արդյոք դու մոտ ես, թե որքան ես մոտ ելույթին, որպես այդպեսին, եւ որքան որ դու մոտ ես ելույթին, այնքան սահմանափակումները շատանում են։ Ես հեծանիվ չեմ բացահայտի, եթե ասեմ, որ bodybuilder-ի սննդակարգը ցնդաբանական է, այնքան սահմանափակումներ կան, նախ ասեմ, որ տվյալ շրջանում, երբ որ դու մարմինդ պատրաստում ես ելույթի, սնունդը կտրականապես պետք է լինի մաքուր ասելով ի նկատի ունեմ ոչ մի, այո, ոչ մի ռաֆինացված, ոչ մի վերամշակված սնունդ, բացառապես կալորիաները հաշվելը իրենց հերթին տեղ ունեն, բայց էդ էլ ոնց ասեցի, իմ դեպքում կարիքը երբեք չեմ ունեցել ու մինչև օրս տասնյակ անգամներ ելույթ եմ ունեցել, բայց նման խնդրի առաջ չեմ կանգնել նույնիսկ քաշային անվանակարգ ներխուժելու համար։ Բամար տապակած կարտոֆիլ չուտի։ Մի արա, այդ ընթացքում չէ։ Բայց եկեք մենք անկեղծ բան ասեմ, էլի, տապակածը հա, եկեք տապակածը հատկապես տան կարտոֆիլ։ Տապակածը ջերոցի, համեր, մի խորշակված։ Այ ոնց չէ։ Տամոքսայութը սկսեց արտադրվել։ Տեսեք, սենց մի ահավոր մեծագույն միֆ էլ եկեք բացահայտենք, քանի որ կարտոֆիլից խոսացիք, մարդիկ ինչի են կարտոֆիլը դեմոնիզացնում, իբր այն գիրացնող է եւ այլն։ Եթե ուղիղ համեմատական անցկացնենք կարտոֆիլը նույն ծավալազգիների հետ, հնդկածավալ, գրեչկա կամ բրինձ, բրնձում ու հնդկածավալում միջինում 100 գրամում 70-ից 80 գրամ ածխաջուր է պարունակում, կարտոֆիլում 100 գրամում 20-25 գրամ։ Հա, բայց ով է խորանում։ Կարևոր արտաքին էֆեկտն է, որ դու ուտում ես կարտոֆիլ տապակած։ Հենց տապակածն է մեղավոր։ Մի հատ լավ աղցանով, այո, տապակածի խնդիրն է եւ հագեցված լիքը հագեցած ճարպերով։ Չմոռանանք, որ հատուկ սումոները բրնձով գիրանում են։ Այսօր հասակ։ Այստեղ այդ շատ կարևոր մի բան է։ Բրինձը իրենց թվում է թե դիետիկ է, ոչ, բա ամենևին էլ դիետիկ չէ։ Քանակիցակախված ամեն ինչ։ Մի հարց էլ ունեմ, ասացիք 35 շատ մեծ եք ինչ խոսք։ Ապրիլի 8-ին կդառնամ 35։ Ահա, նախապես չեն շնորհավորում, բայց հիշեք այդ օրը, որ մենք այդ օրը ձեզ կշնորհավորենք։ Բիոլոգիական ձեր տարիքը որքան է։ Տեսեք։ Այդ դուք ձեզ որ զգում եք, հա։ Հիմա ասեմ, եթե ոնց ես ինձ զգում եմ, ես ինձ ծեր պապիկ եմ զգում։ Վայար է։ Հոգեպես։ Այդ լավ չի։ Դա նշանակում է, որ անկախ տարիքից մենք ունենք մեծագույն կյանքի փորձ։ Անհամեստահնչում, բայց դա այդպես է։ Ինչևից է խոսքը բիոլոգիական տարիքին, եթե վերաբերվում է, բիոլոգիական տարիքը ինքը փոփոխական է, ինքը փոխկապակցված է ճարպային տոկոսի հետ։ Վերջին անգամ այդպիսի սարքեր կան, չէ, որ մարմնի ինդեքսն են դուրս բերում, մկանային զանգված իշխանա, ոսկրային զանգված իշխանա, ճարպային շերտի իշխանա եւ դուրս են բերում նաեւ բիոլոգիական տարիքը։ Վերջին անգամ ճնշում են չափում։ Հնարավոր է այդ ֆունկցիան էլ ավելացել, չեմ բացառում, ինչևից է 2018-ին եմ վերջին անգամ նման սարքի վրա կանգնել, հենց մրցումներից օրեր առաջ, երբ որ ճարպային շերտս մինիմալ էր, այդ պայդրությամբ եկեք շատերը կզարմանան, մոտ 4% էր, սենց ասեմ։ Դա ծայրահեղ մինիմալ քանակություն է, որը առողջության հետ ոչ թե այդքան էլ լավ չի, առողջության հետ ընդհանրապես կապ չունի։ 14 տարեկան էր ցույց տվել այդ ժամանակ։
Բայց հիմա, քանի որ sense ձմեռ է, Սարքը կարող է տասել ցույց տալ, բայց Մի դուք րոպե, ձեզ ես որ տարի ոնց եմ եք զգում, Հա, ոնց եք առողջության տեսանկյունից ուրախ կայտար։ Օրինակ մենք 60-ի մոտ մարդիկ ենք, մեզ 30 Ես միշտ 39 ենք։ 17 եմ Հոյակապ, զգում։ Մի րոպե, ես հոյակապ։ հավերժ 17 եմ ասում, Դու եւ որքան 17 ես։ ժամանակ է որ 17 ես, ասում եմ շատ երկար։ Ահա։ Այո, ինձ մոտ անփոփոխ է դա։ Ես 17, թեպետ ձեզնից Հոյակապ։ բավականին մեծ ենք իմիջիայլոց մենք։ Ասում եմ, Դուք Մեր մեր մասած ապակին գովելի է։ խափնում եք։ Մասած շատ գովելի։ Շնորհակալ ենք ձեզ հետաքրքիր մանրամասներ Շատ, ներկայացնելով, շատ, շատ գիտը հանրամատչելի ես կասեի։ բայց ասեմ, որ ոչ մտահոգիչ։ ստանդարտ եթեր էր, Շատ իսկապես մտահոգիչ։ շատ շնորհակալ ենք, որովհետև բազմաթիվ Նախադարձ։ միֆեր, այսպես մի քիչ ինչ որ առումով լույս սփռեցիք ստանդարտների վրա, որ տարածված սխալներ են եւ հուսանք մեր ռադիոլեսողները այդ սխալներն այլևս չեն կրկնի։ Մենք Մի հիշեցնենք ինգեք սարքերի հետևից ժողովուրդ։ եւ առասարակ Ապրեք հանգիստ։ ոսկե միջինը գտեք ամեն ինչում, սա շատ կարեւոր է ոսկե միջինն ամեն ինչում, ցանկացած պարագայում եւ գեղեցիկ է եւ առողջարար է։ Հիշեցնենք մեր հետաքրքիր յուրատեսակ զրուցակիցներ բոդիբիլդեր, ֆիթնես մարզիչ Լևոն Հովանիսյանը։ Շնորհակալ ենք ձեզ։ Լավ օրենք Մնացեք մաղթում մեզ ձեզ։ հետ։ Իսկ մենք շարունակենք երաշտական կատարումը լսելուց հետո։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:46 րոպե առողջ հոգի, առողջ մարմնում նշանաբանը վերցրած, մենք շարժվում ենք առաջ եւ շարունակում ենք աշխատել հանրային ուղիղ եթերում։ Իդեպ ես նաև ուզում եմ տեղեկացնել սիրելի ռադիոլսողներ, որ քնի, այսպես ասած, օրվա հետ կապված նաև կա կարգախոս իմիջայլոց, դարձնենք քնի առողջությունը առաջնահերթություն։ Ահա այս կոչն է ընտրվել քնի համաշխարհային օրվա համար։ Եվ շատ ճիշտ է նայել, ինչու որովհետև իրականում քնի խանգարումներն այսօր բավականին մեծ տարածում ունեն առհասարակ որպես խնդիր եւ համարվում է ամբողջ աշխարհում այդ խնդիրը ցավոտ խնդիր համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական վիճակագրության աշխարհում ամեն երկրորդ բնակիչը տառապում է քնի խանգարումներով։ Մարդկանց 40%-ը ունի անքնություն։ Սա լուրջ թիվ է։ Իմիջայլոց մեր ռադիոլսողները բավականին հետաքրքիր մեկնաբանություններ են գրել եւ ես դրանցից մի քանիսն ուզում եմ ընթերցել։ Ինչ խոսք Արմեն Գրիգորյան միշտ ժպիտ է առաջացնում ձեր մեկնաբանությունները, ժպիտներ են առաջացնում։ Գրել է Բարի Լուիս, քունը մեր միակ հաճույքն է, որի համար մենք չենք վճարում։ Ծառայության ժամանակ նայած որտեղ ես քնում։ Ինչու չենք վճարում։ Եթե քնում ես 5 աստղանի շքեղ, հյուրանոցում ինչպես չվճարես, չէ՞։ Եթե տանն ես քնում, բայց տանն էլ ես վճարում իրականում, չէ՞։ Այդ կոմունալների մասին ես խոսում։ Տարածքի արի մի քիչ ռոմանտիկան պահենք, էլի Տիգրան ջան։ Ասում է ծառայության ժամանակ մեր դասակում աբո ունեինք, փակագծերում ավելացնում է ձեր աբոյի հետ կապ չունի։ Ասում է աբոն, իրենց աբոն մերը չէ։ Քնում էր կանգնած ու աչքերը բաց։ Իմիջայլոց ես էլի եմ լսել, որ մարդիկ կան, որ կարող են աչքերը բաց եւ կանգնած քնել, դե անջատում են ուղեղը։ Աչքերը բաց ո՞նց կքնես։ Մի խոսքով, լավ, այդպիսի տարբերակներ կա։ Բարի Լույս Հայաստան աշխարհի սրտիկներ է ուղարկել։ Հիմա ես ձեր հարգելի օգտատեր, ձեր անունը ո՞նց կարդամ։ Ինձ կասեք Ելը տեսնեմ։ Անկեղծ եմ ասում։ Ինչի էլի։ Չէ, բա դա երիները։ Այստեղ մի տեսակ։ Գրեք ձեր անունները գոնե, որ ավելի բարեհուն չընչի եթերում։ Որտեղից էլ հնարում են այդ։ Լսիր, հա, մեր շատ ինձ թվում է այսպես ձերք հպում են ստեղնաշարին, ինչ կտպվի։ Արմինե Հովսեփյան, մեր մշտական շատ սիրելի ռադիոլսող, փաստորեն ունեք քնի հետ կապված խնդիր, ասում է առավոտներս երկով լցնող հաղորդավարներին ողջույն, անկեղծ նախանձում եմ այն մարդկանց, ովքեր կարող են հեշտ քնել։ Մաղթում է բոլորիս, որ ցանկացած չքնած ժամանակամիջոցում արարվի մի նոր միտք, մի նոր զգացմունք եւ մի բարի արժեք։ Ճիշտ է, գոնե արդյունավետ օգտագործենք, չէ՞։ Ամեն դեպքում ինչպես պատտում ես, միևնույնն է գալիս հանգում ես մի կետի, որտեղ նյարդերն են։ Եթե մարդու նյարդերը հանգիստ են, եթե մարդ ներդաշնակ է իր աշխատավայրում, տանը վայելում են ընտանեկան ջերմությունը եւ բնականաբար արդեն երբ գալիս են քննելու ժամերը, պետք է որ հանգիստ խղճով, սրտով եւ հանգիստ նյարդերով բարգի քնելու։ Իդեպ հաճախ նաև քունը օգնում է նյարդային լարված վիճակից դուրս գալուն, օրինակ ես վերականգնում եմ նյարդերս խորը քնի միջոցով, այստեղ նաև առիթից օգտվել են մեր շատ սիրելի ռադիոլսողները եւ միմյանց հետ են շփվում մեր մեկնաբանությունների դաշտում, շատ հաճելի է, մենք շատ ուրախ ենք եւ ավելի երջանիկ կլինենք, երբ դառնանք նաեւ ընկերներ։ Մինչ դու կներկայացնես հերթական, այսպես ասած, տեղեկությունը քնի վերաբերել, ես աբոյի հետ եմ հասցրել զրուցել։ Ինչ է ասել աբոն։ Ինչ է ասում աբոն, ասում է, որ քունը չափազանց կարևոր է առողջության, հիշողության, էներգիայի վերականգնման համար, մարդու օրգանիզմը քնի ընթացքում վերականգնվում է, ուղեղը մշակում է ինֆորմացիան, իսկ լավ քունը նպաստում է նաեւ լավ տրամադրությանը։ Այստեղ որքան է ազդում քնի պակասը առողջության վրա, որքան ժամ են խորհուրդ տալիս քնել, որ տարիքային խմբերի, ինչպես բարելավել քնի որակը, մի խոսքով, այսպիսի հարցեր է առաջ քաշում աբոն, մենք զանգ ունենք, լսենք մեր ռադիոլսողին։ Բարի լույս։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ես ողջունում եմ իմ հարգարժան շատ սիրելի վետերան հաղորդավարներին եւ գիտեք ամեն Տիգրանի հետ կապված ամեն հիշողությունը նամանավան երաժշտական։ Նա կարամ շատ շնորհակալություն հայտնեմ Տիգրանին ու Կարինե Հալաջյանին մեր հայկական էստրադան շատ պրոպագանդելու համար։ Իսկ ինչ վերաբերում օրվա թեմային, ես մի քիչ ուշ միացա, միայն կարող եմ իմ կարծիքն ասել։ Ես ուզում եմ ասել, որ ինչքան հանգստացնող դեղ խմենք, ինչը ես շատ եմ արել եւ անում, ինչքան նյարդերը այսպես բանը դեղի միջոցով փորձենք հանգստացնել, մի բան լավ հիշեք, սիրելի ռադիոլսողներ, եթե մենք առանց այդ դեղամիջոցների ինքներս մեզ չօգնենք,
վստահ եղեք, չի օգնելու մեզ ոչ մի դեպքում։ Իհարկե, Ճիշտ իհարկե։ եք, Եվ լիովին համամիտ եք։ ամենակարևորը իմ կյանքի փորձից, գիտեք, ես ինքան բարդ ու դժվար կյանքով ու առօրյայով եմ ապրում, Աստված չանի, եթե այդ պահին ես 1 րոպե քնեցի եւ հանգարց մեկը խանգարեցին, ուրեմն իմ ամբողջ գիշերը տապալված է։ Եվ երկրորդ, եթե դուք չեք քնում, հավատացեք, դա այդքան էլ ողբերգություն չէ, եթե դուք կարող եք հանգիստ պարկել եւ զբաղվել ավելի դերական ինչ-որ բանով, հավատացեք, որ դեր գիշերը այնուամենայնիվ կայացել է։ Սա էլ իմ փորձից։ Շնորհակալ եմ, մաղթում եմ բոլորիդ լավ ու հաճելի գարնանային ջերմ օր։ Շնորհակալություն Մենք էլ ենք Տիկին շնորհակալ, Անահիտ։ որ մեզ հետ եք զանգարում եք Լիովին մեզ։ համամիտ եմ Տիկին Անահիտի հետ։ Ուղղակի այս պահին մի բան էլ մտքովս անցավ, ոնց ենք մենք կառավարում մեր մարմինը։ Որոշում ենք, որ աճ-ոտքից պետք է գնանք, չէ, հրահանգ ենք տալիս եւ աճ-ոտքով քայլում ենք։ Ցանկացած բան կառավարելի է։ Այդ ամենը այստեղ է մեր գլխում եւ մեր ուղեղում։ Ուղղակի պետք է կարողանանք ինքներս մեզ ճիշտ կառավարել, սովորել լսել մեր օրգանիզմին, ինքներս մեզ, սա եւս շատ կարեւոր է կարծում եմ։ Եվ ավարտին թեմայի եւս երկու պարզ խորհուրդ կարծում գուցե լսել եք ինչ որտեղ, բայց եւ այնպես հիշեք, որ խորհուրդ չի տրվում երեկոյան ուշ ժամերին գտնվել շատ լուսավոր միջավայրում, քանի որ քնի հորմոնը մելատոնինը արտադրվում է մթության պայմաններում, այնպես որ մանրից այսպես լույսը քչացնում եք եւ գնում ուղիղ նջասենյակ։ Էլ չեմ ասում ուշ ժամի սննդի ընդունումը եւս պետք է բացառել, քանի որ այն կհետաձգի ձեր առողջ քունը։ Կարծում եմ ճիշտ կլինի սառնարանը կողպեքով լինի, բանալի տեղնել երեկոյան չիմանաք, սա դե գիտես հաճախ ինչպես մեր հյուրը այսօր ընդգծեց, չես կարողանում դեմարտեմ սկսում ես կռիվ տալ սառնարանի հետ, հաղթում է սառնարանը եւ ինչի պարունակությամբ։ Դե դու երբևէ նման խնդիր չես ունեցել գիրանալու, դրա համար մարդը նիհար կարող է լինել, բայց կարող է վերջո ցանկություն ունենալ ինչ որ բան ուտելու։ Իսկ ինչ վերաբերում է լուսավոր տարածքներին, հատուկ այսպես կտորից տարբերակները կան եւ եթե ստիպված ես այնտեղ այնպեսի տեղում լինել, որ լույսը չես կարող անջատել, փակում եք աչքերը համապատասխան։ Չէ, ոչ սկոչով։ Օրինակ ինքնաթիռում, հատուկ այդ ինքնաթիռի այսպես ասած կտորից հարմարանքները կան, որ կարող եք դնել ձեր աչքերին եւ ապահովել քունը։ Առողջ ապրելակերպ ենք այսօր մենք եւս քարոզում մեր հյուրի բոդիբիլդերի Լևոնի հետ։ Ավարտին նաեւ ես ունեմ մարզական մեկ հաղթական լուր։ Խնդրեմ։ Տիրանայում ընթանում է հունահռոմեական ոչի շամարտի միջև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը եւ 55 կիլոգրամ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արայիկ Թոփալյանը մրցեց թուրք մարզիկի հետ եւ հաղթեց 11 հաշվով։ Կեցեն մեր երիտասարդ ըմբիշները, շնորհավորում ենք։ Շնորհավորում ենք եւ սպասում նորանոր հաղթանակների, որովհետեւ սա եւս շատ կարեւոր է։ Եվ ի վերջո այսօր նաեւ մեր հյուրի հետ հասկացանք, թե այնպես չի, որ երբ նրանք ելույթներ են ունենում, ցանկացած, բեմի կամ մրցման մասնակիցները ամեն ինչ հեշտ է տրվում տքնաջան աշխատանքի, զրկանքների եւ որոշակի սահմանափակումների շնորհիվ է, որ նրանք կարողանում են հասնել նման հաջողությունների։ Ապկարշադրան ջերմ ողջույններ, այստեղ երկար նամակ եք մեզ գրել առավոտ լուսո Արեգակ Նարդար, Գառնանից մինչև Խորաշուն հայ գյուղացին, հայոց հողի արդար մշակը դարերով գնում է 4-ից 5 ժամ ու ամբողջ օրն աշխատում է ու միշտ եղել է առողջ, առույգ ու երկարակյաց, դուք ճիշտ եք։ Հիմա էլ մեր խառնակ ժամանակներում եթե համեմատականներ անցկացնենք, ելի կտեսնենք նույնը հողը, ջուրը, արևը, բոլոր անհրաժեշտ կալորիաները տալիս են։ Օգտագործեք հայ գյուղացու ստեղծած անարատ բարիքները, գյուղի անարատ սնունդ ու քնեք, արթնացեք ինչպես հարմար է։ Հարգանքներս հայ գյուղացուն, հայոց հողի արդար մշակին։ Հրաշք լուծում որպես վերջաբան։ Իհարկե դա մենք այսօր գյուղ գնալ չենք կարող, մարգարակում ենք բնակվում։ Բնությանը մոտ են, հողի հետ գործ ունեն, անդադար աշխատանք են կատարում ֆիզիկական եւ դրա համար էլ առողջ են։ Հրաշք եք ուղակի, շնորհակալություն։ Թող մարտի 14-ը լինի ձեր կյանքի երջանիկ օրերից մեկը, առողջություն բոլորին եւ իհարկե լավ տրամադրություն, հաջող օրենք մաղթում։ Հիշեցնենք այսօր ձեզ համար ուղիղ եթերում աշխատեցին իմ շատ սիրելի գործընկեր Տիգրան Հարությունյանը եւ ոչ պակաս սիրելի Լուսինե Մուրադյանը։ Շնորհակալություն։ Մնացեք հանրայինի հետ։
I ask is that you stay until the sun comes out.